Ես ընդհանրապես ամաչկոտ եմ եղել, դրա համար իմ կարծիքով առաջին 25 տարին ես ամաչել եմ։ Դրա համար ինչ-որ միջադեպ չեմ կարող դրա շուրջ պատմեմ, մի ամբողջ 25 տարի։ Եթե ամբողջությամբ ամաչում եմ, էլ ինչ միջադեպ։ Հետո ինչ արեցիք։ Ну ինքս ինձ ասած ստիպեցի գեղեցկության մրցույթի մասնակցել։ Բրավո։ Որոշեցի, որ ամաչել իմաստ չունի, եթե ամաչելը քեզ պարտություն է մենակ ապահովելու, այսինքն այդ ընդհանրապես օգուտ չի։ Հիմա ստիպված դու պետք է չամաչես։ Ես երազում եմ, ու ես իմ երազանքներով կիսվում եմ մենակ իմ ամուսնու հետ։ Թե ընտանիքի տեսակետից ենք նայում, իմ համար տղամարդինքը կարողանում է ամեն ինչ իր ճիշտ տեղում դասավորել, ամեն ինչին տալ իր ճիշտ նշանակությունը։ Դա ցանկություն է, թե պետք է կարողանա։ Պետք է կարողանա։ Այդ իրականում շատ մեծ դեր ունի տղամարդու ուժեղ կայուն որոշում կայացնող լինելը։ Կճաշեի Հիսուսի հետ։ Հա, իմաստը ո՞րն է ճաշելում մնացածի հետ, եթե սաղ իմաստությունը հենց Հիսուսը բոլորից լավ գիտի։ Համ ստեղծելը, համ ընթացքը գիտի, համ վերջը։ Բոլոր հարցերս իրեն տայի։ Հուսով եմ դա վերջի ինտրիգը չէր լինի, չէ՞։ Իրականում մեկ չի։